Ով է իրականացնելու Գյումրու օրը, քաղաքապետարանը, Տաշիր հիմնադրամը, թե կառավարությունը։ Ճիշտն ասած, ես էլ եմ հետևել վերջի զարգացումներին Գյումրու օրվա հետ կապված, իմ համար անընդունել է, որ այդ օրը, որը կազմակերպվել, այդ օրը ինչի համար է, էլի գյումրեցիների համար է, նաև տնտեսվարողների համար է, որտեղ զբոսաշրջիկներ են շատ գալու ու այդ օրը դարձնել անում ենք, չենք անում են տարբեր բարեգործական հիմնադրամներ։ Իմ կարծիքով հենց քաղաքապետարանը պիտի անի, որտեղ քաղաքապետարանի գործառույթ է, բյուջեով հաստատված գումար ունի ինքը նման միջոցառումների համար եւ հետո քո ծանոթն է դու պիտի անես, էլի քո ծանոթը կան կողքից անեն ու գնան, այդքան էլ չեմ կարծում, որ պատվաբեր է, իհարկե բարեգործական այլ գործառույթներ, որ լինում են, շնորհակալ ենք բոլորին դրա համար, բայց այս պետք չէր դարձնել եւս մեկ բան, դարձնել քաղաքական։ Գիտեք ինչ, ամեն ինչ փորձում են դարձնել քաղաքական։ Քաղաքական դարձնողներից մեկը քաղաքացիական պայմանագիրը չէ, որովհետև Քնարիկ Հարությունյանը, Սարիկ Մինասյանը եւս գրել են, որ քաղաքին տոն պարգևելու են նաեւ իրենց կողմից, չէ, ասի։ Նախ Սարիկ Մինասյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն է, Քնարիկ Հարությունյանը քարտուղարն է եւ իրենք որպես ավականի բարձրաձայնում են այն հարցը, որ օրակարգ տրված հարցը չի կարելի անել քաղաքին որոշել, որ քաղաքի օր չի նշվելու